Բարի առավոտ, հարգելի հետևորդներ, ABC մեդիան ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, եթերում լուրերի թողարկումն է, ես Գառնիկ Թաֆյանն եմ եւ առաջիկա րոպեներին կներկայացնեմ այն լուրերը, որոնք ձևավորում են Հայաստանի եւ աշխարհի օրակարգը։ Նիկոլ Փաշինյանը կրկին Մոսկվայում է, Վլադիմիր Պուտինը առանձին ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի հետ Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների ավանդական հանդիպման ընթացքում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նման ոչ պաշտոնական շփումների օրերին միշտ լինում են առանձին ոչ պաշտոնական երկկողմ հանդիպումներ։ Ահա թե ինչ արժեք ունի այս ձևաչափը, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը շեշտել է, որ ԵԱՏՄ շրջանակում գործակցությունը հնարավորություն է տալիս ապահովել տնտեսական կայունություն միության անդամ երկրներում։ Իսկ կլինի արդյոք Փաշինյան-Ալիև չնախատեսված հանդիպում, պարզ չէ, համենայն դեպս դեռևս պաշտոնական աղբյուրները չեն խոսում այդ մասին։ Օրակարգում ամենայն հավանականությամբ կլինի այդքան Բաղդալի խաղաղության հարցը, սակայն Գիրանցում խաղաղությունն այլ տեսք ունի։ Դավուշի սահմանամերձ Գիրանց գյուղի առնվազն 6 բնակիչ Սպուտնիկ Արմենիայի տվյալով մինչև օրս հրաժարվում է Ադրբեջանին հանձնված գույքի դիմաց փոխհատուցումներից։ Ավելի վաղ սահմանազատման գործընթացի շրջանակում Գիրանցի տարածքի մի մասը երկու տուն կամուրջը դեպի Վրաստան տանող ճանապարհի մի հատվածը եւ ավելի քան 50 հատ տարբեր չափերի հողատարածք անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Գործող իշխանությունն այս գործընթացի շրջանակում մարդկանց փոխհատուցում է առաջարկել այն գույքի համար, որի վերաբերյալ նրանք ունեին սեփականության բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, բայց բնակիչները մերժել են։ Լրատվամիջոցը հարցում է ուղարկել Տավուշի մարզպետարան, մասնավորապես քանի տուն եւ հողատարածք է հանձնվել Ադրբեջանին Գիրանցի հատվածում, քանի քաղաքացու էր հաստում փոխհատուցում, նրանցից քանիստ են այն ստացել, որքան է փոխհատուցման նվազագույն եւ առավելագույն չափը, մարզպետարանը հրաժարվել է պատասխանել հարցերին, պատճառաբանելով, թե տեղեկությունը պետական գաղտնիք է։ Իսկ Բաքուն մերժում է Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 10-ի առաջարկը եւ շարունակում է առաջ մղել Արևմտյան Ադրբեջան կոչվող գաղափարը։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով Բաքուն տարբեր կեղծ ու ագրեսիվ պատումների միջոցով փորձում է կասկածի տակ դնել հայերի տեղաբնիկ լինելու փաստը, բաժանել հայ հասարակությանը եւ ապա լեգիտիմացնել հայկական պետականության գոյության իրավունքը։ Բացահայտ տիրույթում այդ պատերազմն արտահայտվում է մի քանի պատումային ուղղություններով, ապա լեգիտիմացնել հայերիս Հայաստանում ապրելու բնական իրավունքը, իբր ոչ տեղաբնիկ լինելու հանգամանքի ապացուցմամբ, որը առաջ է մղվում երկու հիմնական հարվածային ուղղությամբ։ Նախ, քանի որ հայերենը հնդեվրոպական լեզու է, ապա հայերը այդտեղ են եկել Հնդկաստանից, եւ երկրորդը, հայերն այստեղ են հայտնվել միայն 19-րդ դարաշրջանին Գրիբոեդովի կազմակերպած գաղթի հետևանքով։ Սեգմենտացնել առնվազն երկու հատվածի պարակտել հայությանը եւ հայաստանցիներին, իսկ լավագույն դեպքում թշնամացնել միմյանց հետ, ինչը առաջ է մղվում հետեւյալ հարվածային ուղղությամբ։ Կան ռևանշիստ, անջատողական եւ ֆաշիստ հայեր, եւ նրանք են հիմնական պատճառը, որ Հայաստանն ունի բարդ հարաբերություններ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, իսկ հայության խնդիրը ոչ թե Ադրբեջանն է եւ Թուրքիան, այլ բացառապես վերոնշյալ խմբի հայերը։ Այս հակահայկական կեղծ, ագրեսիվ եւ ծավալապաշտական պատումները, որոնց ընդհանրապես մի հատվածին շատ համառոտ եւ հնարավորին պարզ անդրադարձ կատարեցի, արեստացին Ադրբեջանում առաջ են մղվում անխտիր բոլոր մակարդակներում, նախագահ եւ այլ պաշտոնյաներ, գիտական, ակադեմիական եւ կրթական հաստատություններ, ԶԼՄ-ներ եւ քարոզչական տիրույթ, աշխատանք միջազգային հանրության հետ եւ այլն։ Միաժամանակ Բաքվում շարունակվում են մեր հայրենակիցների կեղծ դատավարությունները։ Դատական ֆարսը հասել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների եզրափակիչ խոսքերի փուլին։ Դատարանում եզրափակիչ խոսք են ասել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը։ Նրանք հայտարարել են, որ չեն ընդունում մեղադրանքները, դրանք որակելով անհիմն։ Հաջորդ նիստը տեղի կունենա այսօր։ Հայր Զաքարյան երեկ այցելել է Տեր Վրդանեսին, վտանգն արդեն անցյալում է, մաղթենք Տեր հորը շուտափույթ ապաքինում, շնորհակալություն ձեր աղոթքների համար, գրել է Հայր Զաքարյան։ Հիշեցնեմ, որ դեկտեմբերի 18-ին Մայրաթորում տեղի ունեցած հրմշտոցի ընթացքում Տեր Վրդանեսը սրտի կաթված էր ստացել, հիվանդանոցում է, նրան վիրահատել են։ Իդեպ Facebook-ում գրառում է արել Տեր Վրդանես Քահանա Բաղալյանի կինը, Լիաննա Պարոնիկյանը։
Շնորհակալ եմ քեզ, սիրող ու հոգատար ամուսին լինելու, մեր ընտանիքի հենասյունը լինելու եւ մեր 4 երեխաների համար հոգատար ու արժանապատիվ հայր լինելու համար։ Շուտ ապաքինվիր եւ շարունակիր քո հայրենանվեր գործը, հաստատ մնակարքիդ եւ ծառայությանդ մեջ։ Հիվանդանոցում է նաև 2 տարի ժամկետով ազատազրկված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը։ Սրբազան Նիզմիլյան բժշկական կենտրոնում է վիրահատությունը նախատեսված է այս շաբաթ։ Սրբազանն այս պահին հետազոտվում է եւ ստանում նախավիրահատական բուժում։ Վիրահատության հստակ օրը դեռ որոշված չէ։ Սամվել Դպիր Գրիգորյանն աղերսագիր է ուղղել վեհափար Հայրապետին, հորդորելով կարգալույց հռչակել Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, որը Աբրահամ եւ Գևորգ սրբազանների հետ մի քանի օր առաջ դուրս է մնացել հոգևոր խորհրդի կազմից ու հեռացվել Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդի գահից։ Աղերսագրում Դպիրը ներկայացրել է, թե ինչ հիմքով կարող է եկեղեցական բարձր աստիճանակարգից զրկվել հոգևորականը։ Ներկայացնում ենք հիմնավորումները կետերով։ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ունի դավանաբանական լրջագույն շեղումներ, Աստվածաշնչին հակառակ թեզեր է արծարծում ու սրբագրում մեղքերը։ Հակականոնական է ընթացքը, պատահական ընթացքում կաթողիկոսի եւ թեմի առաջնորդների անունները զեղչելու հետ հաշտ է եւ հովանավոր դրանց։ Նվիրապետական կարգի դեմ է ընդվզում, միացել է սադրիչ հայտարարությունների, կարգալույսների պատարակման արարողություններին անվանում է պատարակ, կարգալույսների եւ հերձվածողների հետ գրոհել է մայրաթոռը, ավետարանի խոսքն ակնհայտ աղավաղում է։ Ռուբեն Վարդապետ Զարգարյանն էլ գրել է, որ իշխանության ներկայացուցիչներից մեկը հոգևոր սպասավորներին է դիմել բացահայտ շանտաժի տրամաբանությամբ կամ քողարկված սպառնալիքով, թե կամ սպասարկում եք 10 եպիսկոպոսների իբր նորոգման օրակարգը, կամ մնում են KGB-ի օրակարգի մեջ։ Հայր Ռուբենը հավելել է, որ իբրև կեցվածք եւ դիրքորոշում միանում է Միքայել Սրբազանի խնդրանքին, ուղղված վեհափար Հայրապետին, որ անհողդողտ եւ անսասան մնա։ Իդեպ Մեծի տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը 2026 թվականը հայտարարել է հոգևոր կյանքի վերանորոգման տարի։ Իսկ թուրքական 2 խոշորագույն լրատվամիջոցներից Aydın Lök-ը եւ Sözcü-ն դեկտեմբերի 19-ին եւ 20-ին Հայաստանի մասին ծավալուն հոդված են հրապարակել, շեշտելով, որ Թուրքիան վերջնականապես փորձում է հաստատել Հայաստանի վրա հսկողություն, այդ թվում նշանակել ամենայն հայոց կաթողիկոսին։ 5 միլիոն հետևորդ ունեցող Aydın Lök-ը մասնավորապես գրել է, որ Թուրքիան կանգնած է Աթաթուրքից ի վեր իր ամենամեծ արտաքին քաղաքականության հաղթանակի շեմին։ Նախագահ Էրդողանը մոտ է Հայաստանի հետ անմիջական ձեցման վերջին խոչընդոտը վերացնելուն։ Ըստ պարբերականի այդ խոչընդոտը Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսն է, հայ եկեղեցու առաջնորդը։ Նրա հեռացումը Հայաստանը կվերածի Թուրքիային բարեկամ երկրի, իսկ Երևանի աշխարհիկ կառավարությունը չի դիմադրի Անկարայի պահանջներին։ Թուրքիայում հայոց եկեղեցու առաջնորդ Սահակ Պատրիարքի թեկնածությունն են քննարկում, իսկ հա թուրքական մյուս մեծ լրատվականը Sözcü-ն գրել է, որ միակ կառույցը, որը Հայաստանի նույնիսկ սահմանափակ անկախության զգացողություն է հաղորդում, հայ առաքելական եկեղեցին է։ Վերլուծությունն ավարտվում է այն պնդմամբ, որ անկախ նրանից, թե որ թեկնածուն կընտրվի, Թուրքիան վճռորոշ վերահսկողություն կստանա Հայաստանում։ Միջազգային լրահոսից Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ նախորդ շաբաթը Ուկրաինայի համար պատմական դիվանագիտական շաբաթ էր։ Գլխավորն այն է, որ Ուկրաինային տրամադրում են 90 միլիարդ եվրո 2 տարվա ընթացքում։ Սա դեկտեմբերի կարևոր արդյունքն է, ամբողջ տարվա կարևոր արդյունքը։ Եվրոպան դրական որոշում է կայացրել։ Մենք այս որոշման համար պայքարել ենք շատ երկար ժամանակ, հայտարարել է Զելենսկին։ Նա նաև կարևոր է համարել, որ ռուսական ակտիվները արգելափակված մնան Եվրոպայում եւ հույս է հայտնել, որ ռուսական սառեցված միջոցներով կփակվեն ուկրաինական պարտքերը Եվրամիությանը։ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած պլանում Ուկրաինայի եւ Եվրոպայի արած փոփոխությունները չեն նպաստում կարգավորմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա ավելի քան վստահ է, որ այն փոփոխությունները, որոնք արել են կամ փորձում են անել ուկրաինացիներն ու եվրոպացիները, չեն բարելավում երկարաժամկետ խաղաղության հասնելու հնարավորությունները, հայտարարել է նա։
Ելիսեյան պալատն առաջիկա օրերին կդիտարկի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունների հնարավորությունը։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի արդյունքները հայտարարելու ժամանակ ասել էր, որ եկել է ժամանակը, որպեսզի Եվրոպան վերսկսի Ռուսաստանի հետ երկխոսությունը։ Նա ընդգծել էր, որ Ուկրաինայի հարցի վերաբերյալ բանակցությունների ներկա ձևաչափը, երբ ամերիկյան բանակցողները կարգավորման պայմանները քննարկում են Ռուսաստանի հետ առանց եվրոպացիների, օպտիմալ չէ։ Եվ եղանակի մասին, առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, տեղումներ չեն լինի։ Եվ վերջում 3 ձմեռային արևադարձներ, մինչև հունիսի 21-ը ցերեկներ նորորի երկարելու են, հայտնել է Գագիկ Սուրենյանը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Մենք կհանդիպենք ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային շաբաթ, առայժմ։